Ողջույն, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը կարծես թե ստանում է Թրամփյան լուծում։ Վաշինգտոնում Հայաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնեցրել են Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի իրականացման շրջանակը։ Նախատեսվում է Հայաստանով անցնող տարանցիկ ուղիների գործարկում ամերիկյան կապիտալի մասնակցությամբ և կորպորատիվ կառավարմամբ։ Ինչ է սա նշանակում գործնականում Հայաստանի համար։ Հայաստանը պահպանում է լիակատար վերահսկողությունը այդ կոմունիկացիաների նկատմամբ, թե կառավարումը հանձնվում է ամբողջությամբ գործընկերոջ և արդյոք այս նախագիծը կարող է լինել տնտեսական նոր շարժիչ ուժ Հայաստանի համար։ Փաստաթղթի տնտեսական և աշխարհաքաղաքական տողատակերի մասին ես կզրուցեմ տնտեսագետներ Հրանտ Միքայելյանի և Հայկ Ասֆանյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ գործընկերներ հրավեր ընդունելու այստեղ գտնվելու համար եւ այսպես հայտնի արդեն փաստաթուղթ եւ փաստաթղթի կարևորագույն կետերից է օրինակ թե ինչպես է կառավարվելու եւ ինչ բաժնեմասեր են լինելու այդ նոր ստեղծվելիք կազմակերպության կոնսորցիումում, Հայաստան ունենալու է 26% բաժնեմաս, ամերիկյան կողմը 74% բաժնեմաս եւ մեծ հաշվով կորպորատիվ եւ ընդհանրապես ենթակառուցվածքների կառավարում իրականացնելու է այդ կազմակերպությունը, որտեղ կա ամերիկյան կապիտալի գերակայություն։ Այս առումով, պարոն Ֆանյան, ինչ եք կարծում, արդյոք սա այն մասին է, որ տվյալ կոմունիկացիան ամբողջությամբ հանձնվում է ԱՄՆ-ի կառավարմանը, թե Հայաստանը իսկապես ունենում է այնտեղ շատ կարևոր ձայն եւ Հայաստանի ձայնը այնտեղ հաշվի առնվելու։ Շնորհակալություն, նախ պետք է նշել, որ 74-26% հարաբերակցությունը նաև ըստ բխում է ներդրումների համամասնությունից։ Մենք իհարկե հստակ համամասնությունը չգիտենք, թե օրինակ այն հողատարածքները, որը պետք է ենթակառուցվածքային նպատակով տրվեն այս կազմակերպությանը, օգտագործման նպատակով ինչ շուկայական արժեք ունեն։ Համենայն դեպս այդ տվյալները հրապարակային չեն, բայց համենայն դեպս փաստաթղթից երևում է, որ ամբողջ ներդրումները ֆինանսական ներդրումները պետք է իրականացվի ամերիկյան կողմի միջոցներով, բայց նաև շրջանակում մի քանի դրույթներ կան, որոնք վերաբերում են եւ սուվերենիտետին եւ վերաբերում են տարածքային ամբողջականությանը, որը ամենայն դեպս ինձ համար թույլ է տալի ասել, որ դա իրենից ներկայացնում է ենթակառուցվածքային զարգացման ծրագիր, որը իհարկե ունի աշխարհակական որոշակի կոմպոնենտ եւ ըստ էության ամերիկյան կողմը ստացել է որոշակի հնարավորություններ Եվրոպա, Չինաստան, Կենտրոնական Ասիա, Եվրոպա առևտրային ուղու վրա ունենալ իր որոշիչ դերը։ Արդյոք 26% մասնաբաժինը Հայաստանին տալիս է որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն, պարոն Միքայելյան։ Դե նախ ինչ որոշումների մասն է խոսքը գնում, եթե զուտ ընթացակարգերի մասն է խոսքը գնում, ապա իմ կարծիքով դա այդքան էլ էական չի, թե ինչ որոշումներ պետք է ընդունվեն։ Այստեղ շատ ավելի կարևոր է այդ աշխարհական համատեքստը, որովհետև պարզ է, որ 26%-ը դա վճռորոշ ձայն չի տալիս, վճռորոշ ձայնը դա 50+1%-ն է։ 50+1, քանի որ այստեղ երկու մասնաբաժին է, պարզ է, որ գլխավոր դերը ունենալու է ԱՄՆ-ն։ Բայց այստեղ հիմնական հարցը էլի ես դիտարկում եմ աշխարհակաղակական տեսանկյունից, որովհետև զուտ կոմունիկացիոն դերը իմ կարծիքով այստեղ շատ նվազ է, որովհետև նույն ուղիները, նույն ճանապարհը գործում է արդեն Վրաստանով եւ այդտեղ եթե զուտ հոսքի մասն է խոսքը, եթե ապրանքան շրջանառության մասն է խոսքը, ապա Վրաստանի ճանապարհը, այդում երկաթգիծը, որը արդեն վաղուց գործում է, դեռ իր ծավալով միայն 40%-ով աշխատում։ Այսպիսով այստեղ զուտ աշխարհակաղակական նախագծային անգամ հզորությունը դեռ չի ասել իր։ Այո։ Եթե կարելի է ես արձագանքեմ այս նկատառմանը, պետք է մի քանի կարևոր հանգամանքներ կան նույն աշխարհակաղակական կոնտեքստում, որը չպետք է անտեսել։ Օգոստոսի 8-ի հանդիպումից որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը ընդունեց նաև կենտրոնասիական երկրների հանրապետությունների նախագահներին եւ խոսեցին համագործակցության մեծ ասպարեզի պոտենցիալի մասին, ինչ վերաբերում է միջին միջանցքի վրացական ճյուղի մասին, թերևս տեղյակ եք, որ կան մի շարք տեխնիկական սահմանափակումներ։ Առհասարակ, երբ որ հյուսային երթուղին սահմանափակվեց, հայտնի ճգնաժամային պատերազմական իրադարձություններով պայմանավորված, սկզբնական շրջանում ինչու էին հապաղում օգտվել հենց միջին միջանցքի հնարավորություններից, որովհետև առաքման տևողությունը շատ ավելի երկար էր տևում, քան թե հյուսային միջանցքով, որովհետև մուլտիմոդալ համակարգը ենթադրում էր Կասպյան
Կասպից ծովի շրջակայքում նավահանգիստների կարողությունների խնդիր եւ այդ ենթակառուցվածքները լիարժեք չէին կարող բավարարել։ Ինչ վերաբերում է կոնկրետ վրացական երկաթուղուն կամ որոշակի տեխնիկական սահմանափակումներ, մասնավորապես նոր կառուցված երկաթուղին ինքը ունի բավականին լուրջ թեքություններ, որը տեխնիկական փոխադրումների առումով կամ լոկոմոտիվը պետքա շատ հզոր լինի, որպեսզի կարողանա այդ թեքությունների, բարձունքներ, վերելքների եւ վայրէջքները կարողանա հաղթահարել եւ վայրէջքներին ստիպված անդադ արգելակում այն, որը նաեւ տեխնիկական մաշվածություն է առաջացնում լոկոմոտիվի եւ նաեւ շարժակազմի համար։ Այս հանգամանքներից ելնելով հետո այնտեղ մի գծանի է, այսինքն պետք է մեկը գնա, մի հատվածը մյուսը հետ գա։ Սա խնդիրներ է ստեղծում, որը չեն կարողանում կամ լիարժեք չեն կարողանում օգտագործել բեռնափոխադրումների համար։ Համաշխարհային բանկի եւ նաեւ այլ գնահատականներ կան Ասիական զարգացման բանկի կողմից իրականացված, EBRD կողմից իրականացված, ես մեկը նշեմ, որ մինչև 2030 թվականը պլանավորվում է, որ Բեռնը հոսքը միջին միջանցքի այս հատվածով կազմի 11 միլիոն տոննա, սա բավականին լուրջ է, հիմնական մասը իհարկե ղազախական ապրանքներն են եւ գյուղատնտեսական հիմնականում հացահատիկ եւ հանքահումքային պաշարները, որը Եվրոպայից գնալու են դեպի Եվրոպա եւ նաեւ հակառակ ուղղությունով։ Մենք տեսնում ենք Ուզբեկստանը բավականին լուրջ զարգացող տնտեսություն է, բնակչության քանակը ավելանում է։ Նույն այսօր էքսպանսիան, որը ունեն չինական առևտրային հարթակները Temu, Alibaba եւ այլն, եթե օրինակ ծովային երթուղին շատ ավելի մատչելի է, բայց ավելի երկար է տևում, այս դեպքում նույնիսկ գինը չի կարևոր, այստեղ կարևոր է որ կար ժամանակահատվածում մատակարարում իրականացվի, թեկուզ ավելի որոշակի բարձր գնով։ Այս առումով ես ավելի դրական եմ, ի տարբերություն պարոն Միքայելյանի ավելի դրական եմ նայում իրադարձություններին, կարծում եմ պոտենցիալ կա։ Չեմ հասկանում ԱՄՆ-ն բացի աշխարհակահական այս պոտենցիալից չմոռանանք նաև Թրամփը ինքը բիզնեսմեն է եղել եւ ամբողջ որ նայում ենք նույն այս implementation framework-ը TRIP-ի որ հրապարակվել է, ես անգլերեն բնօրինակն եմ կարդացել, որ նշում է թե Ամերիկան ինչ նպատակներ կամ ինչ օգուտներ կարող ստանա, ասում է նոր հնարավորություն է ամերիկյան ներդրումների եւ բիզնեսի համար։ Իրանք այս տեսանկյունից են նաև նայում, ես չեմ կարծում, որ բայց եկամուտների տեսանկյունից Ամերիկայի բիզնեսի համար 40 կիլոմետրանոց 40-45 կիլոմետրանոց այդ փոքրիկ հատվածը ինչ եկամուտներ պետք է գեներացնի ամերիկյան բիզնեսի համար, պարոն Միքայելյան։ Նախ հաշվի առնենք, որ Արաքսիապով, եթե երկաթգիծ լինի, ապա դա էլ բավականին բարդ ռելիեֆ է, նենց չի որ այստեղ ռելիեֆը շատ հեշտ է, ի տարբերություն Վրաստանի, ինչ վերաբերվում է արդեն ներդրումների։ Տեսեք, ցանկացած բան, եթե դու ուզում ես ցույց տաս, որ ինչ որ հետաքրություն ունես, դու երբեք չես ասելու, որ ես ունեմ այստեղ ռազմավարական, աշխարհակահական նպատակներ, միշտ խոսվելու է տնտեսությունից։ Եւ այն թե ինչպես է ներկայացում տարբեր գործընթացը, օրինակ Եվրոպայի շուրջ, Ուկրաինայում կամ նույն արևմտյան կիսագնդում, այդտեղ իհարկե էլի տնտեսական փաստարկներն են օգտագործում, բայց այդտեղ տնտեսականը եւ քաղաքականը փոխկապակցված են դրի ուրիշ կերպ։ Հիմա այստեղ, եթե մենք մտածում ենք, որ խնդիրը այն է, որ ուրեմն Ղազախստանից մի քանի պարտիա ծորեն հանվի եւ Ամերիկայի հետաքրությունը դա է, ես այդ մոտեցումը չեմ կիսում եւ առհասարակ Միջին Ասիայի տնտեսական շրջանառությունը այդքան չէ։ Մանավանդ եթե մենք դիտարկում ենք, որ Կասպից ծովով պետք է տեղափոխվի արանքում, այսինքն լուրջ հոսք չի կարող լինել։ Այսինքն եթե այդտեղ Ռուսաստանը կամ Իրանը ներգրաված չեն, ապա Կասպից ծովով պետք է անցնի այդ ուղին, Կասպից ծովով շատ չի կարող տեղափոխվել եւ նույնիսկ տեսնում ենք, որ նույնիսկ այդ ղազախական ծորենի ու առանձնակերի այդ պարտիան, որ եկել է էլի Ռուսաստանով, որը ինձ ճիշտ ասած զարմացրեց։ Սա մեկ կարևոր հանգամանք։ Երկրորդ կարևոր հանգամանք, եթե մենք դիտարկում ենք ԱՄՆ-ի նպատակները այս տարածաշրջանում, ապա ես գերադասում եմ այս փաստաթուղթը իհարկե ես էլ եմ կարդացել, այդտեղ նշված են շատ լղոզված նպատակները, բայց եթե մենք դիտարկում ենք այս տարածաշրջանի եւ հարակից տարածաշրջանների նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրությունը, ապա դրա վերաբերյալ բազմաթիվ ռազմավարական փաստաթղթերը հրապարակվել են տարբեր տինկտենքների կայքերում, The Marathon Initiative, Brookings-ի կայքում եւ այլն, տարբեր ռազմավարական նպատակները, ըստ որոնց մեծ հաշվով Միջին Ասիայի խնդիրը դա պետք է
նոր հատերաբեմ դառնա արևելքի ու արևմուտքի միջև եւ միանշանակ միջանցքը հենց դրա համար է պետք, որովհետեւ միջանցքը եզրույթը ենթադրում է ամեն դեպքում, որ այդտեղ վերահսկողությունը կամ նվազ է լինելու կամ չի լինելու եւ Ադրբեջանը պահանջում է, որ վերահսկողությունը չլինի կամ չլինի հայկական կողմից։ Այսպիսով մի վարքյան ավարտեմ։ Այսպիսով իդեպ արդեն Հայաստանի վարչապետը մի անգամ հայտարարել է, որ այդտեղով հնարավոր է նաեւ ռազմական բեռները փոխարինվեն եւ փոխադրվեն եւ ասվել է նաեւ, որ դե մենք էլ կարող ենք համապատասխան ինչ որ հնարավորություններ ստանանք։ Կարևորը ասվել է եւ իրականում նպատակը ռազմական է, ռազմավարական է, որպեսզի փոխադրվեն այդ ռազմական բեռները եւ դա Հայաստանի նկատմամբ գրավում է շատ լուրջ ուշադրություն եւ դարձնում է մեղրին շատ մեծ լարվածության միջազգային կետը, ել չասած հարցի տակ է դնում հետագայում Հայաստանի անվտանգությունը միանշանակ, իսկ այն, որ ինչ որ բեռները անցնելու են եւ հետո նվազագույն турք են վճարելու Հայաստանի համար, դա լրիվ ուրիշ հարց է եւ ես այստեղ այս տնտեսական հանգամանքը շատ նվազ եմ տեսնում։ Վերահսկողությունը կանդրադառնանք այդ մասին, նախ եթե ինչ որ բան ունեք ավելացնելու այդ տնտեսական հանգամանքը, որ այստեղ շատ նվազ է, հիմնականը աշխարհաքաղաքականությունն է, համաձայն եք դրա հետ։ Նախ թույլ տվեք գրված այն վերահսկողությունը գրված այն ինչ գրված է, դա փաստաթուղթ է եւ բոլորը կարող են կարդալ։ Մեկնաբանությունը բոլորիս սուբյեկտիվ դատողությունների շրջանակում է լինում։ Ես պարոն Միքայելյանի հետ համաձայն եմ այն հարցում, որ բնականաբար սա զուտ տնտեսական նախաձեռնություն չի։ Ուղղակի մի ամուսություն կլինի պնդել, որ սա զուտ տնտեսական նախաձեռնություն է, բայց նաև չեմ կիսում այն մտահոգությունները, որ պարոն Միքայելյանը ունի, որովհետև եթե դիտարկում ենք, այդ լինում է ուրեմն Վրաստանն էլ միջև վերջերս կամ շարունակում է լինել, որովհետև Վրաստանի ուղին էլ շարունակելու աշխատել։ Դեռ ռազմական թատերաբեմ, չգիտեմ, հետաքրքրություն կարող ներկայացնել։ Ես ուզում եմ միջանցք բառի վերաբերյալ խոսել, նաև պարոն Միքայելյանը շեշտեց դրա մասին է ուզում հարցնել։ Համեցեք։ Փաստաթղթում ասում է front office, back office, այսպես ասած, այդ ձևակերպումն է տալիս, այսինքն front office-ում այսպես ասած որոշակի ինչ որ կազմակերպություն է աշխատելու, որը պայմանագիր կնքի տենդերում կհաղթի, չգիտեմ, հայկական կողմի կամ այդ կազմակերպության հետ, որ վերահսկելու այդ trip company-ն, trip company-ի հետ աշխատելու եւ մեծ հաշվով գնալու է փաստաթղթերը վերցնի, փոխանցի back office-ին, որտեղ նստած են հայ մաքսավորները, սահմանապահները եւ նրանք պետք է ստուգեն այդ փաստաթղթերը եւ այդ փաստաթղթերում, չգիտեմ, որոշակի գործողություններ իրականացնեն, թույլ տան այդ բեռները մտնել Հայաստան կամ Հայաստան տարածքով անցնել կամ թույլ չտան եւ խոսակցությունը ընդհանրապես որ նայում ես փորձում ես դիվանագիտական լեզվից թարգմանել հայերեն նորմալ լեզու, նրա մասին է, որ սահմանապահներին ադրբեջանցի վարորդներ, ադրբեջանից եկող բեռների վարորդները չեն տեսնել, այլ տեսնելու են այլ մարդկանց, որոնք սահմանապահներ չեն։ Եվ այս մոդելը ինչի մասին է խոսում։ Սա ադրբեջանական այդ, որ հայկական սահմանապահների չպետք է տեսնեն այդ պահանջի, այսպես փաթեթավորված կատարումն է, թե այլ բան է։ Ես թույլ տվեք նախ առաջինը միջանցք եզրույթին անդրադառնանք։ Վերջերս ես առիթ ունեցել եմ ուսումնասիրել, նաև հրապարակային խոսել եմ դրա մասին։ Եվրամիությունը Աֆրիկայի տարածքում իրականացնում է շատ խոշոր ենթակառուցվածքային նախագծեր եւ խոսք է գնում 10-ից ավելի միջանցքների մասին։ Երկու կոնտեքստ կա՝ միջազգային հարաբերությունների կոնտեքստ, որը միջանցքը այլ ձև է մեկնաբանում, եւ տնտեսական կոնտեքստ։ Նույն հյուսիսարավ նախագիծը որ կա, երբ որ դուք բացեք Ասիական զարգացման բանկի պաշտոնական փաստաթղթերը եւ նայեք, այնտեղ օգտագործում է կորիդոր կամ միջանցք արտահայտությունը, բայց ոչ ոք կարծես թե այս տերմինը կասկածի տակ չէր դնում հյուսիս-հարավի դեպքում։ Բայց այնտեղ չի գրված անխոչնդոտ անցում։ Ես եթե կարելի է շարունակեմ։ Հետևաբար նույնը Աֆրիկայում, եթե մենք նայում ենք, այդ խնդիրը չկա։ Հիմա երբ որ մենք նայում ենք, նաև ես կարծում եմ մեր արտգործ նախարարությունը բավականին լուրջ ջանքեր են դրել այս փաստաթղթի մեջ այն առումով, որ օրինակ մաքսավորները ֆիզիկապես ներկա են գտնվելու մաքսակետերում, որոշումները կայացնելու են հայկական մաքսավորները մի 6 անգամ տարբեր ձևակերպումներով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերաբերյալ դրույթները տարբեր հոլովաձևերով եւ ամեն ինչով դրա նշվել է։ Եթե մենք այս համակարգերը նայում ենք, ըստ էության այն մտավախությունները, որը կիսվում է միջանցքին վերաբերող եւ այլն, ես
առաջին հայացքից չունեմ այդ մտավախությունները, չգիտեմ թե ինչպես կիրականացվի գետնի վրա, բայց փաստաթղթի տեսանկյունից չունեմ։ Ինչ վերաբերում է այդ front office-ի աշխատողներին եւ այդ ֆունկցիային, ես չգիտեմ ադրբեջանական կողմը նույն բանը ապահովելու է թե չէ, բայց եկեք ընդունենք, որ այդ front office-ը աշխատելու է ոչ միայն ադրբեջանցիների համար, ասեմ այդ ադրբեջանական բեռների փոխադրումը, այսինքն Նախիջևանի եւ Ադրբեջանի միջեւ շատ ավելի փոքր են լինելու, քան թե բեռները, որոնք վերաբերելու են նույն ղազախական, նույն ուզբեկական եւ չինական ինչու՞ չէ այդ բեռնե փոխադրումների մաս եւ նաեւ հակառակողության հոսքերն էլ եկեք չթերագնահատենք եւ այդ հոսքերը կան, մարդիկ հաշվարկել են, գնահատել են։ Իմ կարծիքով եթե վերադառնանք դուք ասում եք front office-ի դերի մասին, այո, հստակ գրված է, որ լինելու են անձինք եւ նաեւ լինելու են այդ third party security ծառայություն մատուցող անձինք, ովքեր այսօր կարող են գնանք մենք կառավարության երրորդ մասնաշենք կտեսնենք, որ պահպանությունը իրականացնում է անվտանգային ինչ որ մասնավոր կազմակերպություն։ Եվ նաև գրված է ֆրեյմվորքի մեջ էլ, որ այն ընկերությունը, որը անվտանգային ծառայությունները ենթակառուցվածքների համար ապահովելու այդ ամբողջ երկայնքով, ինքը պետք է Հայաստանում լիցենզավորված կազմակերպություն լինի։ Հիմա կլինի լիցենզավորված կազմակերպությունները, բայց պահնորդները կլինեն ամերիկացիներ կամ կլինեն այլազգիներ, ես չգիտեմ։ Կարծեմ գրված է նաև նոր աշխատակիցների ընդունման դեպքում եւս պետք է լիցենզավորվեն Հայաստանում։ Այո, այդ ամեն ինչը, այսինքն մեր Հայաստանի օրենսդրությամբ։ Եթե Հայաստանի օրենսդրությամբ այդ բոլոր կետերը պահպանվում են, ես որպես քաղաքացի այն մտավախությունները, որ ժամանակին կային, իմ մտավախությունները կարելի ասել 98%-ով շատ լավ չեն դարձել։ Ինչու եք դուք կարծում, որ նոր լարվածության կետ է դառնալու Մեղրին Սյունիքը։ Դե նախ այդ կազմակերպության Եվ այս front office back office-ին անդրադարձանք։ Նախ ասվել է, որ այդ կազմակերպությունը Հայաստանում պետք է լիցենզիա ստանա, բայց դա օտարերկրյա կազմակերպություն է, անվտանգային եւ օտարերկրյա մեծաշով ռազմական ներկայություն է։ Այո, դա չի լինելու օտարերկրյա դրոշով, բայց դա լինելու է օտարերկրյա քաղաքացիներով եւ օտարերկրյա շահերով, դա միանշանակ է եւ դա մեխ է այս ամեն ինչի։ Սա մեկ եւ այսպիսով Հայաստանի, այսպես ասած, հարավում ստեղծվում է նոր, այսպես ասած, ասեմ ռազմական կամ զինված ներկայություն, զինված ավելի ճշգրիտ կլինի։ Երկրորդը Իսկ դուք տեղեկատվություն ունեք զինված, որտեղ եք կարդացել դրա մասին։ Որ ֆրեյմվորքում օրինակ նշված չի դրա մասին որևէ բան, որ զինված պետքա լինեն, զինվածության ինչ աշճան պետքա լինեն։ Այդ դեպքում, եթե իրանք հերադիտակներով լինեն, օրինակ։ Ես չգիտեմ ինչով է։ Իրանք ինչպես են ապահովելու անվտանգություն։ Եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, ապա հիշեցնեմ, որ օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ եթե մի բան լինի անվտանգության տեսանկյունից, կարող եք ինձ զանգել։ Եթե սա է անվտանգության երաշխիքը, ես կողմնակից եմ, որ մի քիչ ավելի հստակ անվտանգության երաշխիքներ ունենանք։ Հիմա Այսինքն դուք ենթադրում եք, որ իրենք պետք է զինված լինեն անվտանգություն ապահովելու համար, ես ճիշտ եմ հասկանում։ Եթե իրանք անվտանգություն են ապահովում, ապա պետք է զինված լինեն։ Եթե իրանք Թրամփը այլ կոնտեքստում էր դա ասում, որ իսկ կարակ զանգել։ Չէ, Թրամփի մասով ինքը ասել է, որ եթե ստեղծվեն խնդիրներ, այս համաձայնության շուրջ, հենց անվտանգային, ապա կարող եք ինձ զանգել։ Սա է։ Չէ, խոսքը նրա մասին է տվյալ դեպքում։ Եվ դա երաշխիք անվտանգության։ Հիմա վերաբերվենք ասած այլ, այսինքն դուք ենթադրում եք, որ եթե անվտանգություն ապահովում, իրենք անպայման զինված պետք է լինեն այնտեղ։ Ես ենթադրում եմ, որ իրանք կամ անվտանգությունը ապահովում են եւ զինված են, կամ անվտանգությունը չեն ապահովում եւ ուղղակի ներկայություն ունեն, եթե իրանք նույնիսկ օտարերկրյա դրոշ չունեն, ապա ինչպես են իրանք անվտանգություն ապահովում։ Այսինքն, այստեղ մենք նորից եմ ասում, այստեղ նախ անվտանգային համատեքստից եթե խոսում ենք, եթե իրանք զինված չեն, իրանք անվտանգություն չեն ապահովում։ Հաջորդը, ուրեմն Իրանը, որի սահմանում դա տեղի ունենում, արդեն հայտարարել է, որ իր համար դա անընդունելի է։ Սա լուրջ լարվածություն է ստեղծելու։ Մյուսը, նորից եմ ասում, քանի որ դուք ասացիք եւ համաձայն եմ, որ այս փաստաթղթում ուրեմն ներկայացված է այս առաջնային շահը, որը հետապնդվում է այս փաստաթղթով, բայց այս փաստաթղթը դեկլարացիա է։ Այսինքն այս փաստաթղթի մեջ հենց առաջին տողով գրված է, որ ինքը այս փաստաթղթը պարտավորություններ չի ստեղծում։ Պարտավորություններ ստեղծվել են հետագա եւ վերջնական պայմանավորվածությունների շրջանակներում։ Այսինքն դեռ նոր փաստաթղթեր պետք է լինեն, որոնք պետք է ստորագրվեն եւ ավելի դետալիզացված պետք է լինի ամեն ինչ այնտեղ։ Այո, սա ուղղակի դեկլարացիա է, որտեղ նշում են կոնցեպտ է, եկեք դեկլարացիա չասենք, կոնցեպտ է, որի շուրջ ավելի մանրամասն պետք է զարգանալ։ Տերմինների մեջ շուրջ չվիճենք, խնդրեմ։ Կոնցեպտը ճիշտ ձևակերպումն է։ Ճիշտ ձևակերպումն է, բայց այստեղ ինչ է տեղի ունենում, հա։ Այսինքն սա կոնկրետ ինչ որ առանձին ինչ որ հատվածին վերաբերող բան է
Իսկ մենք ունենք ԱՄՆ-ի ռազմավարություն այս տարածաշրջանի նկատմամբ։ Ես նորից եմ ասում, խնդիրը հետևյալն է. Միջին Ասիա ռազմականացնելու եւ դա, եթե դա սնուցելու գիծը լինելու է մեղրի, ապա դա մեղրի դարձնելու է շատ լուրջ աշխարհական լարվածության կետը։ Հիմա ինչ վերաբերում է front office-ի, back office-ի, այսպես ասած, տրամաբանությանը, ասեմ, որ մի կողմից ես էլի համաձայնվեմ, որ դա շատ լավ դիվանագիտական հնարք է, որպեսզի Ադրբեջանի տարաձայնությունները բառացիորեն ոնց որ դրանց պատասխան տրվի, իհարկե, բայց Ադրբեջանը նաև ունի ուրիշ հայտարարություններ։ Այո, այսինքն Ադրբեջանը ասել է, որ սա մեզ համար անընդունելի է եւ այսպես ասած շատ հմուտ շրջանցել են, բայց Ադրբեջանը նաև հրճակել է եւ Թուրքիան քաղաքական նպատակներ, այդ թվում ընդհանրապես չվերահսկվող բեռներ եւ այլն եւ այլն։ Եվ մենք հասկանում ենք, որ Նախիջևան, Բաքու բեռները այստեղ շատ երկրորդական դեր ունեն։ Հիմնականը դա շնորհակալություն։ Հիմնականը դա Միջին Ասիա, Թուրքիա կապն է։ Այսինքն դա այն թուրանական նախագծի արդիականացումը, որը Թուրքիան վաղուց ստեղծում է։ Ավելին, հիմա Ադրբեջանից մենք արդեն լսում ենք։ Եվ ես հորդորում եմ, չնայած որ Ադրբեջանից մենք որոշ դեպքերում նաև կեղծիքներն ենք լսում, այո, բայց Ադրբեջանի հայտարարություններին ես հորդորում եմ ուշադիր լինել։ Ինչու՞, որովհետև Ադրբեջանը իր այսպես ասած տրամաբանությունը արտահայտում է եւ միշտ Հայաստանում ասվել է, որ դա ուղղակի ներքին սպառման համար է, բայց հետո դա իրագործվում է։ Այսինքն Ադրբեջանը հայտարարում է, որ այս տարածքը արդեն իրենց կարծիքով արդեն լիարժեք Հայաստանի ինքնիշխան չէ եւ այսպիսով եթե ինչ որ մի բան այդտեղ տեղի ունենա, իրանք պետք է անվտանգությունը ապահովեն։ Հիմա եթե օրինակ այս հարավային ճանապարհը կամ միջանցքը, որը ավելի ճշգրիտ է, ու ոչ թե այն միջանցքը, որը այդ մեծ կորիդորներ, որ դուք ասացիք, այլ դա գոնե մասամբ դա արտատարածքային բնույթ ունի ամեն դեպքում եւ հենց դրա համար 99 տարով կամ 49 տարով, այս պայդրության ոնց որ 49 տարվա մասն է խոսվում, տրվում է բացարձակ իրավունքը այդտեղ գործունեություն իրականացնելու ԱՄՆ-ին եւ այսպիսով սա դառնում է արդեն եւ սա շատ կարեւոր է արդեն ԱՄՆ-ի եւ մյուս խաղացողների բանակցությունների առարկա հարաբերությունների առարկա Սթիվեն Ուիտկոֆը օրինակ սեպտեմբերին ասել է որ նրանք տեղեկանում են այս տարածաշրջանում իրադարձությունների մասին Թուրքիայի հետախուզությունից MIT-ից դա բառացիորեն ասել է եւ այսպիսով հիմնական շրջարիտը եւ հիմնական ակտորը, որը այս ամեն ինչը կառավարում է, այո, ինքը մի քիչ հետևում է կանգնած, բայց դա Թուրքիան է։ Եվ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական խաղացողը էլի Թուրքիան է։ Եվ այսպիսով, եթե մենք այս համատեքստը անտեսենք, չդիտարկենք իրենց քաղաքականությունը եւ մտածենք, որ Հայաստան-ԱՄՆ համաձայնությամբ լուծում ենք բոլոր հարցերը, ես նորից եմ ասում, մենք այստեղ միայն տնտեսական բանի մասին կխոսանք, բայց քանի որ հարցը իմ պնդմամբ աշխարհակաղակական է, այստեղ լրիվ ուրիշ տրամաբանություն։ Կարևոր գործոնը կարող եք անդրադառնալ դրա շրջանակներում նաև պարոն Միքայելյանի ասածներին, մյուս կարևոր գործոնը Ռուսաստանն է։ Պարոն Միրզոյանը, որ այսօր ասուլիս հարցազրույցի ժամանակ այսպես խոսեց դրա մասին, ասաց, որ ամերիկյան կողմի տվյալ դեպքում Ռուբիոյի հետ չեն քննարկել Ռուսաստանի մասնակցության հարցը, ոնց որ այդպիսի հարց չկա էլ, բայց ինչ որ մի ձև Ռուսաստանը լինելով Հայաստանում ունենալով ենթակառուցվածքների կոնցեսիոն կառավարում տվյալ դեպքում Հայաստանի երկաթուղիները եւ այլն որոշակի համագործակցություններ կամ ինտերակցիաներ կարող է տեղի ունենալ։ Ինչի մասին է խոսքը ձեր կարծիքով եւ մյուսը որ հաշվի առնելով որ Ռուսաստանը բավական գոնե մինչեւ օրս բավական այսպես ոչ բացասական կարելի ասել վերաբերմունք է ունեցել TRIP նախագծի նկատմամբ թեպետ ինքը ենթադրում է ամերիկյան բավական լուրջ ներկայություն Հայաստանի հարավում, բայց շատ ավելի կոշտ էր վերաբերմունքը ավելի թույլ եվրոպական ներկայությանը դիտորդների տեսքով մինչև այդ հայ-ադրբեջանական սահմանին, հա, Ռուսաստանի ներկայության կամ մասնակցության մասին պարոն նախարարի ասածից ինչ հասկացաք դուք։ Ես մինչև ձեր հարցին անդրադառնալ թույլ տվեք մի քանի հարց նաև հնչեցնել, հուսով եմ հաջորդ շրջափուլի ժամանակ պարոն Միքայելյանը կանդրադառնա։ Դուք խոսացիք արտատարածքային միջանցք, բառակապակցություն օգտագործեցիք ձեր մտքում։ Կխնդրեի սահմանեք որն է միջանցքը 1 եւ որն է արտատարածքային միջանցքը ձեր հասկացությամբ, որ հասկանանք, տեսնենք թե այս փաստաթուղթը, որը կա, իշքանով է այդ սահմանման մեջ համընկնում կամ ոչ։
Դուք խոսեցիք նաև միջինասիական երկրների մասին, թուրանական ճանապարհի մասին։ Ես կարող եմ ասել, որ այո, թուրքական աշխարհի ըստ էության թուրանական աշխարհ կամ թուրքախոս աշխարհի համընկնում եղել է նաև ստեղ, բայց ես չեմ հասկանում մեր դերը դեպքում ինչումն է, թե մենք մեր աշխարհաքաղաքական դերը մենք Հայաստանը որպես այդպեսին հայտարարում ենք որպես այն մեխը կամ սեպը, որը խրված է թուրանական ճանապարհի ստեղծման մեջ, եթե ճիշտ եմ հասկանում, որ ձեր պատկերացմամբ Հայաստանի տնտեսական դերը է լինում, դա նշանակում է, որ մենք պետքա մեկուսանանք, երկու ճանապարհ կա, կամ պետքա համագործակցել հարևանների հետ, կամ պետքա պատերազմ անել։ Երրորդ ճանապարհը որպես այդպեսին չի լինում, կամ պետքա մենք մեկուսանանք եւ բան լինենք։ Ինչ վերաբերում է ռուսական ներկայության հետ կապված, ես ուզում եմ ձեր ուշադրությունը մեկ այլ հանգամանքի վրա հրավիրել։ Այնտեղ երբ որ խոսում է գոյություն ունեցող ակտիվների կառավարման մասին, ենթակառուցվածքների կառավարման մասին, պակագծերում նշած է, որ ենթակա է հետագա քննարկումների, and subject to further discussions։ Այսպես է ձևակերպումը տված։ Իմ ենթադրությամբ, ես ուզում եմ կապեմ դա Ռուսաստանի ձեր տված հարցի հետ, խոսքը վերաբերում է Երասխից Գյումրի ձգվող երկաթուղու մասին, որը այս պահին այդ ակտիվները հանձնված են 2008 թվականի փետրվարին կնքված կոնցեսիոն պայմանագրով ռուսական երկաթուղիների կառավարման ներքո են գտնվում, սակայն որպես այդպիսին բավականին խնդրահարության նրանց եւ տեխնիկական պահպանման եւ բավականին շուրջ մի $50 միլիոն ներդրում անհրաժեշտ սադարակ երասխ երկաթուղին վերականգնելու, նաև Ախուրիկ Կարսի հատվածում հայկական հատվածը վերականգնելու համար։ Այս դեպքում նաև այդ հրապարակային կոչը եկեք հիշենք, երբ որ վարչապետը հանդիպման ժամանակ ասաց, որ հրավիրում է ռուսական կազմակերպություններին վերականգնելու երկաթուղին, եթե չլինի, ապա Հայաստանը ինքը սեփական ուժերով պատրաստ է իրականացնել։ Ես ձեզ ուզում եմ նաև հիշեցնել, որ երբ որ քննարկվում էր այս նախագիծը, նաև զուգահեռ գնում է Կարս Իգդիր Դիլիչու երկաթուղու կառուցումը։ Եվ մեր ռազմավարական շահը պետքա լինի, որ ոչ թե 43 կիլոմետրանոց հատվածը Հայաստանով անցնի այս տրանսկասպիան կամ միջին Միջանցքի հարավային ուղու, այլ ավելի երկար հատվածը, որը գնա Երասխից, Մասիս, Գյումրի, Ախուրիկ եւ Կարսես հատվածը։ Իմ տեղեկություններով ադրբեջանական կողմը եւ թուրքական կողմը մի խոչընդոտ են առաջ քաշում, ասում են, տեսեք, այս հատվածը Թրիպն է կառավարում, մյուս հատվածը ռուսական երկաթուղիները, ու այդ վերափոխումներ, տեխնիկական առումով լոգիստիկ կառավարումները խնդիր է լինելու։ Եվ ես կարծում եմ իմ խորին համոզմամբ Հայաստանի շահերից ելնելով ավելի նպատակահարմար կլինի, որ Երասխ, Մասիս, Գյումրի եւ Ախուրիկ այդ հատվածը եւս այս Թրիպի ամբողջ փաթեթի մեջ լինի, տեխնիկական առումով դա ավելի հեշտ կլինի, տեխնոլոգիական առումով հաշվի առնելով ամերիկացիների ֆինանսական եւ նաեւ տեխնոլոգիական հնարավորությունները ավելի վերազինված երկաթուղիներ կունենանք եւ ամենայն դեպս ինքը ավելի մրցունակ կլինի Թուրքիայի տարածքում կառուցվող նոր երկաթուղու համեմատ, քան թե երբ որ sense մի քանի տարբեր կոնցեսիոներ կամ Թրիպ փոխարինվեն այս երթուղին շահագործելու նպատակով։ Շնորհակալություն, հարցեր հնչեցին ձեզ, ինչ ձեր կարծիքով որն է միջանցքը, արտատարածքային միջանցքը եւ ինչ կապ ունի դա այս փաստաթղթի հետ։ Պատասխանեմ, նախ երբ որ խոսում եմ միջանցքի մասին, տենց լայն իմաստով, դա ճանապարհային ուղիներն են, որոնք միջազգային առևտրի համար օգտագործվում են։ Եվ այսպիսով, օրինակ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, միջին միջանցք եւ այլն, դրանք հենց այդ ուղիներն են, հիմնական մարշրուտներ, այսպես ասած։ Երբ որ խոսում է արտատարածքային միջանցքի մասին, ապա խոսում է հատուկ ռեժիմի մասին, որը կիրառվում է, որտեղ այն երկիրը, որի տարածքում անցնում է այդ միջանցքը, ունի լրջագույն սահմանափակումներ, որպեսզի վերահսկի այն հոսքը։ Իսկ որտեղ է սահմանափակումը տեսել փաստաթղթի մեջ, դա էլ կասեք։ Ես փաստաթուղթը որպես հիմք միայն չեմ ընդունում, որովհետև ես դիտարկում եմ ամբողջ համատեքստը։ Նախ այս փաստաթղթով ամեն դեպքում վերահսկում են, թեկուզ դա կոչվի front office-ը եւ այլն, այդտեղ վերահսկում են ամերիկացիները։ Երկրորդը գլխավոր խնդիրը, որը Ադրբեջանը դնում է, դա այն է, որ
Հայաստանը չկարողանա վերահսկել ադրբեջանական բեռները, եւ այսպիսով, եթե Ադրբեջանը չբավարարվի, ինքը չի ստորագրելու եւ նոր բանակցությունների փուլ հասկացվելու։ Ես հիշեցնեմ, որ այս բանակցությունները արդեն քանի տարի ընթանում են եւ անընդհատ ինչ որտեղ կանգնում է եւ նորից վերսկսվում է։ Եվ սահմանի բացման մասին խոսքը գնում է դեռ 2021 թվականից, որ անընդհատ բացվել է եւ չի բացվում։ Այսինքն մենք ուղղակի այս մի փաստաթուղթը վերցնենք, տեխնիկական մանրամասներ վերցնենք եւ դա որպես լուրջ միակ հիմք ընդունենք քննարկման, ես համարում եմ սխալ, որովհետև ստեղ նորից եմ ասում հիմնական աշխարհական համատեքստը եւ այդ համատեքստն եմ դիտարկում։ Եվ այսպիսով, այո, այս արտատարածքային է, որովհետև ամերիկացիները վերահսկելու են եւ լինելու են միջնորդ եւ Ադրբեջանը ուզում է, որ չլինի Հայաստանի հետ կոնտակտը եւ լինի Հայաստանին ինչ որ ձևով չպատկանող կոմունիկացիա, գոնե ինչ որ ձևով եւ այստեղ այդ կոմունիկացիան պատկանելու է ԱՄՆ-ին։ Շատ կարճ ճշգրտում եմ ուզում անել։ Դուք ասում եք աշխարհակական համատեքստը ինքը չի իհարկե կարևոր է եւ դա պետք է հաշվի առնել, բայց այնուամենայնիվ աշխարհակական համատեքստը որևէ փաստաթղթում որևէ ձևակերպած չէ։ Պաշտոնական նկատի ունեմ։ Կա պաշտոնական փաստաթուղթ, որտեղ գրված է ինչ գրված է։ Ինչու է ձեզ համար կարևոր ավելի Ամերիկայի մասնակցության պաշտոնական փաստաթուղթ։ Ինչու է ձեզ համար ավելի կարևոր աշխարհակական համատեքստը տարբեր երկրների հայտարարությունները, քան այդ փաստաթուղթը ինչ որ գրված է եւ դրա միանշանակ աշխարհակական համատեքստը ավելի կարևոր է, որովհետեւ մենք գործ ունենք պետությունների շարժարիտների հետ, մենք փորձում ենք հասկանալ, թե իրանք ինչ են ուզում անել, եւ հետո օրինակ ես ուզում եմ քեզնից վերցնել այս թուղթը, ես քո համար մի 10,000 պատճառ կհորինեմ, ինչու ես պետք է դա վերցնեմ, բայց իմ շահը ո՞րն է այստեղ։ Քո խնդիրը, եթե փորձում ես հասկանալ, այնա հասկանալ, թե ես ինչի համար եմ ուզում այս թուղթը վերցնել, իսկ հետո ես այնինչ բարակապակցություններն եմ օգտագործում, որպեսզի քեզ համոզեմ, դա երկրորդական է, եւ ես միշտ փորձում եմ գործ ունենալ իրական շահերի հետ, եւ այդ իրական շահերի մասին ես խոսացի, հիմա մի քանի եւս կարեւոր դրույթներ, էլի հարցեր հնչեցրեցիք, եթե կարելի է Ռուսաստանի մասին նաեւ Ռուսաստանին կանդրադառնամ, հարցեր հնչեցրեցիք, սահմաններ կամ բաց պետք է լինեն կամ պատերազմ պետք է լինի։ Նախ մենք պատերազմական գործողության մեջ ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որովհետեւ ցանկացած շրջափակում ըստ միջազգային իրավունքի դա պատերազմական ակտ է եւ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմը չեն դադարում։ Որևէ իմաստով մենք տեսնում ենք, որ այս պատերազմը շարունակվում է։ Սա մեկ եւ շատ կարեւոր, որովհետեւ ընդհանրապես երբ որ հրճակում է եւ այլն, Թուրքիան եւ Ադրբեջանին որևէ բան չի խանգարում, սահմանը իրանք են փակել, որևէ բան չի խանգարում, որ բացվեն։ Դրա համար, երբ որ խոսում է, որ պետք է սահմանները բացվեն եւ պետք է խաղ ապրենք, ապա պետք է հավելենք, որ ոչ միայն պետք է սահմաններ բացենք, այլ այս զիջումներ անենք։ Այդ թվում օրինակ Արցախի զիջումը դիտարկվում է միանշանակ այս ճանապարհի համար եւ այս ճանապարհի համատեքստում, այդ թվում է 2020 թվականի պատերազմը։ Եւ այսպիսով, եթե մենք դիտարկում ենք սահմանները պետք է բաց լինեն, թող բաց լինեն։ Այդ դեպքում մենք ինչ պետք է անենք, իսկ եթե մենք պետք է անենք փոխզիջումները կամ իրականում միակողմանի զիջումները, այդ թվում ռազմավարական կարևորագույն հարցերում, ապա այստեղ պետք է խոսանք, մենք պետք է զիջենք սա, որպեսզի լինի այս ճանապարհը։ Հիմա այս ճանապարհի հետ կապված կա Գյումրի եւ այլն։ Տեսեք, ուրեմն եթե Թուրքիան կառուցում է Կարց Իղդիր Նախիջևան ճանապարհը, ապա նրա համար չի կառուցում, որ երկրորդ ճանապարհն էլ բացի։ Հենց դրա համար է այս միջանցքը Թուրքիային պետք, որպեսզի շրջանցի Հայաստանը ամբողջությամբ, ինչքան հնարավոր է դե 43 կիլոմետրով անցնի եւ վերջ։ Եվ այսպիսով, այստեղ խոսք է գնում, նորից եմ ասում, խոսք է գնում հենց Հայաստանը շրջանցելու մասին եւ այդ միջանցքը միայն նպաստելու է շրջանցման խոսքը մի ճանապարհի ապաշրջափակման մասին այսպես ասած եւ ոչ թե ամբողջ տարածաշրջանային կոմունիկացիաների։ Տեսեք, Հայաստանը կարող է 3 հնարավորություն ունենալ, 3 հնարավոր ճանապարհ Իջևանով, այսինքն Գյումրի-Իջևան երկաթուղիով, կարա լինի գործընկերոջ պարոն Ֆանյանի մեջբերած օրինակը, հա, ասենք բանով Երասխ Գյումրի եւս ներառվի այդտեղ եւ կարող է հենց սա լինի։ Ես համենայն դեպս դատելով Թուրքիայի ու Ադրբեջանի արձագանքներից ես դիտարկում եմ, որ իրանք դիտարկում են միայն հարավային տարբերակ, այսինքն այս կարճ տարբերակ։ Եվ այսպիսով այս տարբերակը միտված է հենց որպեսզի Հայաստանի շրջափակումը շարունակվի, այո, կարող է բացվել օրինակ ցամաքային ճանապարհը, որը կտեսնենք կբացվի թե չէ, բայց երկաթուղու բացման չեմ կարծում, որ նպաստելու է դա։ Հակառակ, եթե իրանք կառուցում են այլընտրանքային ճանապարհ, հաստատ նրա համար չէ, որ բացեն մյուս ճանապարհ։ Ես եթե կարելի հենց ճանապարհների հարցից էլ գան, ես պետք է բնականաբար համաձայնեմ պարոն Միքայելյանի հետ այն հարցում, որ եթե
նոր ճանապարհ է կառուցվում, դա նպատակ ունեն շահագործելու, հա, թե չէ 2.8 միլիարդ դոլար ներդրում ոչ մեկ հենց այնպես չի իրականացի, մասնավորապես դա միջազգային շատ ֆինանսական կազմակերպություններ են ներգրաված։ Եվ հենց այդ նպատակից ելնելով է, որ ես առաջարկում եմ, որ Երազղ Գյումրի Ախուրիկ հատվածը եւս TRIP-ի փաթեթի մեջ պետք է ներառել, որ ԱՄՆ-ն այսօր օգտագործելով իր աշխարհական ազդեցությունը, նաեւ փաթեթի մեջ մտցնի դա եւ որոշակիորեն սահմանափակի կամ դադարեցնի, եթե դադարեցնել հնարավոր չի, այլ իրականում 2.8 միլիարդ դոլար ներդրում, որ իրականացվում է, այդ ճանապարհի համար ինչ որ մեկը պետքա վճարի։ Դրա համար վճարելու են հիմնականում եվրոպացիները կամ կենտրոնասիական հանրապետությունները ու Չինաստանը։ Հիմա այս ծախսերը նվազեցնելու համար ես նաև մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ մեր կառավարությունը շատ ավելի դիվանագիտական կապուղիները պետք է ավելի սերտ օգտագործի, որպեսզի որոշակի ազդեցություն ունենան եւ սահմանափակեն այս նախագիծը։ Եվ ԱՄՆ-ին էլ հնարավորին շահագրգռեն, որպեսզի ինքը ավելի մեծ ներգրավվածություն ունի։ Իհարկե, ինչքան ավելի մեծ ներգրավվածություն ունենա տարածքային կիլոմետրաժի առումով, այնքան ավելի մեծ տնտեսական հնարավորություններ, իր ներկայությունը այնքան ավելի ընդգծված կարտահայտվի այս տարածաշրջանում։ Սա պարոն Միքայելյանի հետ անդրադարձի հետ կապված։ Ես նաև նախորդ անգամներից մի բան էլ նկատեցի, որ պարոն Միքայելյանը կարծես թե սելեկտիվ է մամուլը կարդում, օրինակ կարդում է, որ Իրանը դեմ է արտահայտվել նախագծին, բայց որտեվ դա խորհրդականներ, չէ, Այաթոլլահ Խամենեի խորհրդականները, վիլայեթիներ այդ հայտարարությունը իրականացրել, բայց միևնույն ժամանակ իր աչքով չի ընկնում կամ առիթ չի ունենում կարդալու արտաքին գործերի նախարարության, որը ըստ էության Իրանի պաշտոնական տեսակետն է ներկայացնում, ոչ թե կոնկրետ անձի կարծիք, այլ ինչքան էլ ինքը հզոր լինի համակարգում։ Պարոն Միքայելյանի համար կարևորը ոչ թե տեքստը, այլ կոնտեքստը։ Ամենայն դեպս եկեք չմոռանանք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր մի քանի պաշտոնյաներ այցելեցին Իրան եւ եղավ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որ իրանք դեմ չեն։ Հիմա եթե քննարկենք առհասարակ, մյուս հարցը վերաբերում է մեր Հայաստանի տեսլականին, ինչ եթե մենք ինչ հանգամանքներում հնարավորություն ենք ստանում ասել չէ, այս մեզ պետք չի, այս հարավային երթուղին, հա, եկեք ոչ մի թրիփ չի լինում, շարունակում ենք սահմանները փակապրել, որն է մեր զարգացման հետագա տեսլականը։ Ես այդ տեսլականի այլընտրանքը չեմ տեսնում, որը պարոն Միքայելյանը խոսում է ռիսկերի մասին, որը ես կարող եմ ինչ-որ չափ մտածեմ գերագնահատվածը կամ շատ ավելի, այսպես ասած, բոլդ գույներով ներկայացված, ես ընդունում եմ, որ ռիսկեր կան, բայց ոչ այն աստիճանի կամ ոչ այն համատեքստում, որը պարոն Միքայելյանը փորձում է անդադ շեշտել։ Կարճ խնդրում եմ այլընտրանք տեսնում։ Նախ այո, համաձայն եմ, որ մեր գնահատական ռիսկերի շատ տարբեր է, իմ գնահատականը Հայաստանի լինելիության հարցն է։ Երկրորդը, ինչ վերաբերում է այլընտրանքին, եթե իրականացում է իսկ իմ վերլուծությամբ իրականացում է միայն այս կարճ հատվածը, ապա դրանից Հայաստանը ոչ մի ընդհանրապես զարգացման համար ոչ մի բան չի ստանում, հակառակ ամրապնդում է Թուրքիայի շրջափակումը եւ այսպիսով մենք այստեղ այլընտրանք չունենք, այսինքն սա Հայաստանին ոչ մի բան չտվող տնտեսապես եւ տեխնոլոգիապես նախագիծն է, որը ունի իր կողմից շատ լուրջ վտանգներ։ Այսպիսով սա կորցնելը միայն օգուտ է, իսկ ինչ վերաբերում է սահմանների բացման, ապա դա լուրջ դիվանագիտական գործընթաց է, որը ենթադրում է նաև ինչ որ բանակցային լծակ, որը մենք չունենք, այսինքն խնդրելով բանակցային լծակ չի ստեղծվում։ Որ այս փաստաթղթում էլ ի դեպ կա անդրադարձ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը TRIP-ի implementation framework-ի մեջ սկզբնական հատվածում, եթե շատ իր կարտակ կա, որ սա նաև բխում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոնց որ նպատակներից։ Եվ ակնհայտ է, որ առաջիկայում մենք գոնե երրորդ երկրի քաղաքացիների համար կամ դիվանագիտական անձնագրերով ճամփորդող անձանց համար մենք ունենալու ենք մարգարայի հատվածում սահմանի բացում։ Ես ասեմ ձեզ ավելին, մեզ օրինակ մենք հիմա որ քննարկում ենք ռուսական կամ ղազախական բեռների ժամանում Ադրբեջանի տարածքով Հայաստան, ես վստահեցնում եմ թուրքական երկաթուղիների բացումը մեր համար Գյումրի կարս եւ առհասարակ թուրքական ուղղության բացումը մեր համար շատ ավելի մեծ տնտեսական նշանակություն ունի, քան թե Ադրբեջանի կողմից ապաշրջափակումը։ Բնականաբար մնացած հարցերում, որ վերաբերում է իրանք են փակել, ոչ միայն ծով միջերկրական ծով եւս իրանք են փակել, իրանք էլ պետքա բացեն։ Ես
Ես ինքս որպես, այսպես ասած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ասեմ ավելի իրանք պետքա բացեին, բայց այդտեղ ոչ թե մենք պետք է խոսենք մեր ցանկությունների մակարդակով, այլ ինչը հնարավոր։ Դրա համար ես ասում եմ բանակցային լծակ պետք է ստեղծվի։ Որն է այդ բան, ինչպես ստեղծեն այդ բանակցային լծակները։ Պետք է ուժերի հարաբերակցությունը վերականգնվի։ Միանշանակ, ինչպես վերականգնեն ուժերի հարաբերակցությունը։ Ես առաջարկում եմ հետագա ժամուկես քննարկենք այդ հարցը։ Շատ լավ։ Այս բանը չեն կարող դա քննարկել։ Շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու համար։ Մեր ժամանակը մոտեցավ ավարտին։ Մենք քննարկեցինք TRIP նախագիծը, դրա իրագործման հնարավոր ուղիները եւ մեր քննարկման բանախոսներն էին Հրանտ Միքայելյանը եւ Հայկ Ասպանյանը։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։